պարտեզի հարավային շրջանավարտներն են, էլի, չէ։ Ողջին բոլորին, ողջին Տիար Բլեան, մենք այժմ գտնվում ենք հարավային դպրոց պարտեզում և ձեզ հետ են հարավային դպրոց պարտեզի 6-րդցիները։ Տիար Բլեան, երբ շատ տարիներ առաջ չկային համակարգիչներ, ինչով էր յուրահատուկ կրթահամալիրում ուսուցումը։ Չէ, միշտ յուրահատուկ ա եղել եւ մենք միշտ հաղորդակցության, բոլոր միջոցները մենք այդպես էլ ասում ենք, չէ, հաղորդակցության մանկավարժություն, լիարժեք հաղորդակցության, որ մարդը շփման մեջ, ինչ ունի փոխանցելու փոխանցի, հետո դիմացինից, իսկ դիմացինը մենակ մարդիկ չեն, բոլոր հնարավորությունները սովորելու, իմանալու, յուրացնելու, ընկալելու, այս առումով սա միշտ եղել է, միշտ։ Դեպ ասենք ձեռագիր ուսուցման ժամանակ, երբ որ ձեռագիրով են, չէ, միևնույն է այդ եղել է լիարժեք հաղորդակցությունը, իրար նամակներ գրել, այն ժամանակ շատ խրախուսում էինք նամակներ գրելը, օրինակ ես որ 2.5 տարի բացակայեցի, գիտեք 2.5 տարի ես կրթահամալիրից բացակայել եմ, այդ 1900, ասեք, 2001 թիվն է, չէ, 99-2000, ես այդ ժամանակ անցկացել եմ Նուբարաշենի քննչական մեկուսարանում, իմ կյանքում այդպիսի շրջան եղել է, ու ես գրում էի շատ նամակներ, ձեռագիր նամակներ, այսինքն ես հաղորդակցվում էի, որովհետև իմ ընկերները, սեբաստացիները դրսում, որ միշտ ինձ հետ էին, չէ, ամեն օր ապրում էին ինձ հետ այդ դժվարությունները, պայքարում էին այդ ազատության համար, առանց այդ պայքարի իմ շուտ դուրս գալը չէր լինի, բարձ է, որ նրանք շատ ուզում էին իմանալ ինչով եմ ես ապրում, շարունակում եմ հետևել հանրային կյանքին, իրադարձություններին, և ես շատ էի գրում, շատ, ձեռագիր շատ գրում էի, նամակներ, և այդպես մի քանի գրքեր դուրս եկան, որոնք այդպես էլ կոչում էին նամակներ կալանատնից, դրանք ձեռագիր իմ փաստաբանի միջոցով, չէ, դուրս էին գալիս, հետո մեքենագրում էին, չէ, հետո տպագրում էին և այլն, ուզում եմ ասեմ այդ բանը կա, հետո դուք իմացեք, որ առաջին համակարգիչները ուսումնականը, ճապոնական Յամախա, որ Հայաստան են մտել, առաջինը մեր կրթահամալիրում ա եղել է շրջան, որ մենք օգտագործել ենք տպագիր մեքենաները, գրամեքենաները, դասարաններում կային գրամեքենաներ, որ սովորողները սովորում էին գրամեքենաներով բանանել, հետո միշտ տպագիրը, ձեռագրից տպագրի անցումը, չէ, ունեինք տպարան, շաղիկ հրատարակչություն, շաղիկ հրատարակչությունը տպարան, այս շատ գրքեր, հիմա էլ ձեր բանում մեր գրադանում, որ նայեք, կտեսնեք այդ թվականների, չէ, 1992 թվականից սկսած, կտեսնեք տպագիր գրական, այդ բոլորը ուղղված էին լիարժեք հաղորդակցության, ոնց որ հիմա համակարգչով իհարկե անհամեմատ հեշտացել է, բայց ես կուզեմ, որ համակարգչի նոթբուքի, նաև ձեր ձեռքի համակարգիչների ես բանի պլանշետների հնարավորությունները լիարժեք օգտագործեք ուսումնական նպատակներով, համեցեք։ Տիար Բլեան, ինչպես առաջացավ հարավային դպրոց ստեղծելու գաղափարը և անհրաժեշտությունը։ Այդ արդեն մեզ տանում է պատմություն, որը սիրելի է հիմա, քանի որ մենք նշում ենք բոլորս, կարծում եմ դա մենակ իմ անը չի, ինձ հետ չի կապում, իմ տոնը չի, այդպիսին է Բանգլադեշի, ծագումը նաև մեր Բանգլադեշի, այդպես ստացվեց, որ ես 1985 թվականին Երևանի կենտրոնից, որ ասում եմ կենտրոն ֆիզիկական, աշխարհագրական կենտրոնը նկատի ունեմ, որովհետև կրթական կենտրոնը իհարկե Բանգլադեշն է, չէ, այդ Բլեանի դպրոցն է, մենք այդպես ենք ապրում, չէ, այդ գիտակցության, որ այդ ամբողջ իրադարձությունների կենտրոնում ենք, ճիշտ է, մի քիչ, երբ արդեն 1985-ին ֆիզիկական կենտրոնից ես ծնվել եմ Երևանի կենտրոնում, սովորել եմ
կենտրոնում, հա, Տերյանի անվան դպրոցը, պետական համալսարանը Երևանի, հա, էլի կենտրոնում էր, հետո իմ աշխատավայրը նախկին, որ դպրոցում է աշխատում, որ մենք հիմա ասում ենք Արևելյան դպրոց պարտեզ, չէ, հետո թիվ 306 մանկապարտեզը կամ 309 մանկապարտեզը, որը հիմա քոլեջն է մեր, հա, քոլեջը, իմացաք, այսպես, իսկ 1994 թվականին էլ այդ լքված չաշխատող Մեխակ ռեստորանի շենքը, որ հիմա կոչվում է Սեբաստացի կենտրոն, իսկ մինչև այդ մենք արդեն հասցրել էինք, չէ, ունենալ Արատեսի դպրական կենտրոնը դպրոց բնության գրքում, այդ 1990 թվականն էր, այդպես, հետո մեր ձեռքերով սարքեցինք մեր ագարակ, ուսումնական ագարակը, ես ոնց որ բոլոր մասնաճյուղերի անունները տվեցի, հա, որ չմոռացա, որ հանկարծ չնեղանան, բայց հիմա մենք էլի բանի խնդիր ունենք, որովհետև 4000 երեխա ենք, դուք գիտեք, որ այս տարի մենք ընդունելություն 2-ից 9-րդ դասարաններում չհայտարարեցինք, որովհետև դժվարություններ ունեինք տեղի հարցով, չէ, եւ այ 3 ծնողների հետ հանդիպումներ, չէ, հետաքրքիր հանդիպումներ, մենք ծնողներին էլ արդեն զգուշացնում ենք, 3 մենք նախարարությունում ենք հանդիպում ունեցել մի խմբով, մեր կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանի հետ, Նարան Նիկողոսյանի հետ, հա, Լուսինե Փաշայանի հետ, մեր նոր փոխտնօրենի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն է մեզ ընդունել, հա, Ժաննա Անդրեասյանը, իր տեղակալի վարչության պետի հետ, եւ մենք ներկայացրել ենք արդեն մեր դժվարությունները կրկին։ Դրանք կապված են նրան, որ շատ սովորողներ են, երեխաներ են տարատարիք ուզում Բլեան դպրոցում սովորել կրթահամալիրում եւ լավ են անում իրենց ընտրությունն, ինչպես դուք, հա, ոչ միայն Երևանից, այլև Երևանամերձ, բայց մենք այդ հնարավորությունները ֆիզիկական արդեն, հա, չունենք, հա, եւ միասին ենք փորձելու մտածել նախարարությունը, կառավարությունը, մենք արդեն առաջարկներ ենք ներկայացրել, դուք էլ կարող եք լուծումներ առաջարկել, ոնց եք տեսնում, ինչպես կարելի է 2025-26, չէ, ուսումնական տարվա ընդունելությունը, չէ, արդեն թե 26-27, 26-27, ինչպես անել, որ այն կարգը, որ մեզ մոտ կա, որ մենք չենք որոշում, այլ, չէ, ծնողն է որոշում, սովորողն է որոշում, մենք քննությունով չենք ընդունում, չէ, ջոկողություն չենք դնում, ճիշտ է, ինչպես անել, որ այդ կարգը պաշտպանվի, դուք էլ հուշեք, մասնակցեք այդ քննարկումներին, լրագրական, հա։ Տիար Բլեան, իսկ ինչու է ձեր պայսակը միշտ ձեր մոտ։ Այդ ջուր է, ջուր, որովհետև ես ունենում եմ այդպես չնչառության փոքր երբեմն արգելքներ, ու պիտի այդ պահին ջուրը խմեմ անպայման, հա, դա ինձ հեշտացնում է։ Հետո Սոման, գիտեք, 3 տարեկան իմ ամենափոքրիկը, եկել հանկարծ ասում է ջուր, ու չի սպասում, ինքը անամփեր է, հա, այսպես որ նայեք, այս իմ ջրամանն է, հա, տեսեք, այս մեկ, ու ջուրը անպայման մեջ է, չէ, ես ունեմ դեղատուփ, այդ ցույց տամ, թե ցույց չտամ, այս է դեղատուփ, հա, որ էլ ինձ այդ պիտի լինի, չէ, որ այդ պահին, այստեղ բանալիներ ինչ, փոքր, ուրեմն գրառման, հա, նյութեր, տպագիր եւ այլն, կենցաղային փոքր բաներ, հա, որոնք գիտեք, ես մեխանիկորեն անպայման բան եմ, մեկ էլ փնտրում եմ, եւ հեռախոսն է հարմար էստեղ դնելը, փոքր ճամփորդական է ինքը։ Ես կարծում եմ դուք էլ այդպես պիտի անեք, ունենաք կուճուր ճամփորդական ներսում եւ ունենաք այն բանը, որով դուք գալիս եք, չէ, ուսապարկը, այս հարմար լինի։ Շատ քայլեք, շատ ճամփորդեք։ Տիար Բլեան, ո՞րն է ձեր երիտասարդության գաղտնիքը։ Լավ է շատ։ Անցանք անձնական հարցերին։ Հա, չէ, դրանք լավ է որ ձեզ հետաքրքրում են։ Ես շատ շնորհակալ եմ, որ հետաքրքրված եք։ Մենք ընկերներ ենք։ Կարող է բան, այդտեղ է այդ բանը։ Եթե ես ձեզ հետ, բոլոր սովորողների հետ ընկերություն չանեի, չլինեի, ես շուտ կծերանայի։ Իմ երիտասարդության գաղտնիքը այդտեղ է, մեր ընկերության, որովհետև երբ որ ես շփվում եմ ձեզ հետ, մենք ընկերներ ենք։ Պատկերացնեք, կարող ասեք, ես բիձենով է, չէ, իսով դարավ, չէ, չգիտեմ ինչեր կարող եք ասել, չէ։ Երևի շատ տեղերում այդպես ասում են, չէ, որ տարիք է դառնում են փնփնթան, չգիտեմ, պահանջկոտ, մոռանում են իրանք պատանի ժամանակ ինչպիսին են եղել, բան, կամ դադարում են սովորողները, երեխաները իրենց հետաքրքիր չլինել։ Ընկերությունը նաև իրար նկատմամբ հետաքրքրությունն է։ Չեք կարող, չէ, ընկերություն անել, բայց իրարով հետաքրքրված չլինել։ Ճիշտ է։ Այս ընկերությունը ինձ անդադ ստիպում է
երեք էլ մեկ ասեց բանը ասի ես ձեր ընկերը չեմ, ձեր երեխայի ընկերն եմ։ Բայց ինքը լավ էլ պատասխանեց Արտուրը Մանուկյան, ասեց իմ երեխայի ընկերը իմ ընկերն է։ Այս ընկերությունը ինձ շատ է օգնում։ Իսկ ընկերներով շատ ճամփորդում ենք, չէ՞, շատ քայլում ենք, շատ միասին ենք լինում։ Ես այնպես չի առանձին կյանքով եմ ապրում, կաբինետ ունեմ, չունեմ կաբինետ, մեքենա ունեմ, ծառայողական չունեմ։ Միասին ենք, չէ՞, անընդհատ իրար հետ ենք։ Այս անընդհատ իրար հետ լինելը անընդհատ, հա, այդ ինձ պահում է ձեր ասած տարիքի։ Քայլում եւ եղել ենք մեդիա կենտրոնում ու այն հատվածը, որ ես ցույց տվեցի, որ ասացի սա Տիար Բլեյանի կաբինետն է, այսպես ասած, բաց հատվածը, այսինքն որ դուք այդպես առանձին առանձնացված տարածք չունեք, դրա համար էլ իրենց մոտ առաջացավ ձեր պարուսակի պարունակության հարցը, որ անընդհատ դուք քայլում եք, ուրեմն ձեր շատ իրեր են անհրաժեշտ։ Հա, օրինակ հիմա այստեղ չի իմ աշխատասենյակը, հիմա այստեղ է իմ աշխատասենյակը։ Հետո հիմա ես կտեղափոխվեմ Մայր դպրոցը կլինի, համաձայն եք, որտեղ ես լինեմ այդ մոբիլությունը, շարժունություն հավաք լինել, այդ սեբաստացիների կարևոր առանձնահատկությունն է։ Մեր մանկավարժությունը այդպես էլ կոչվում է, չէ՞, մի բանով Բլեյան դպրոց, որ մարդկանց հասկանալ լինի, Բլեյան փոքրատարը, բոլորիս մանկավարժությունը։ Մյուս բանով ստեղծագործողի մոբիլ դպրոց, մոբիլ, հավաք, շարժուն, որտեղ դու ես ուսուցումը քեզ հետ է, անընդհատ է, ճամփին է, այդ ճիշտ է, չէ՞։ Համեցեք։ Ձայնակիրու համար եմ։ Տիար Բլեյան, ինչպես եք ձեզ զգում Բլեյան դպրոցում եւ ինչն է ամենաշատը կարևորում։ Այդ անկարծ կուր չտանք ուտել։ Սա ձայնագրության համար, որ ձայնը լավ է։ Ես վերջերս այդ հարցին մի բառով պատասխանեցի այդ փոփոխելիությունը։ Գիտեք, այս շատ կարևոր է։ Տեսեք այն աշխարհը, որ մենք ստեղծել ենք միասին, պատկերացրեք 10 տարի առաջ, 20 տարի առաջ, էլ չեմ ասում 30 տարի առաջ։ Ես 1985-ից եմ Բանգլադեշում, 40 տարի առաջ։ 40 տարի է։ Ես գիտեք, կարևոր չի որտեղ եմ ապրում։ Իրական աշխատանքը իմ ապրելատեղն է, չէ՞, նաև ապրելավայրը, ապրելաձևը, հա, այդ Գրիգոր Խաչատրյանն էր ասում, մենք չենք աշխատում, մենք ապրում ենք, չէ՞։ Դա վերաբերում է սեբաստացիներին, որովհետև այդ համատեղ կյանքն է։ Եվ այդ համատեղ կյանքում մենք փոխում ենք, ոչ թե հարմարվում ենք, չէ, այդ իրականությանը, չէ, հարմարեցնում ենք իրականությունը մեզ, մեր շրջակա աշխարհը մեզ, չէ։ Այ որ նայեք, թե ինչ էր այս շենքը, այս տարածքը ամբողջը եւ ինչ է հիմա, հա, որ իր նկուղները դարձան չառաջի հարկ, չէ, ամբողջը թաղվեց կանաչի մեջ, առաջացավ մեր հացատունը, չէ, փոքր պահեստը, մյուսը բան։ Շարունակ այդ բաները փոփոխելիությունը, շենքի ներսում ավտոբուս թատրոնը, հիմա մտածում ենք բաց էստրադայի մասին, չէ։ Ես վստահ եմ, որ բաներ կան, էլի բաներ կան, որոնք պետքա մենք մտածենք, օրինակի համար մարզադաշտ էս վիճակով ինչ չի գոհացնում այդ փոշին, ձեզ էլ չպետք է գոհացնի։ Մենք ոչ չենք կարող հարմարվել, չէ, պետքա հարմարացնենք, պետքա գտնենք միջոցներ եւ այլն։ Այսինքն այն միջավայրը, որտեղ ես ապրում եմ, այդ միջավայրի փոփոխելիությունը, որ կարող ենք մենք ազդել ու փոխել։ Մենք մտածենք, չէ, նախագծենք, ճիշտ է, մենք պատկերացնենք եւ այդ պատկերացման համաձայն գործենք ու դա լինի անընդհատ, դա հետաքրքիր է։ Ընդհանրապես ինձ համար հետաքրքիր ու ստեղծականություն, հա, հոմանիշներ են, որտեվ ինչ ամենահետաքրքիր գործունեությունը այդ ստեղծագործողի գործունեությունն է, չէ՞, երբ որ դու շարունակ ինչ որ բան ես ստեղծում։ Կարևոր չի դու որ բնակավարում ես ապրում, ինչ ես ապրում։ Ահա այս փոփոխելու հնարավորությունը ինձ համար ամենակարևորն է։ Ամենակարևորը, եթե ես մեկը բռնի, մի կախարդ դև ինձնից վերցնի այդ բանը հնարավորությունը, ես կմեռնեմ նույն պահին։ Բայց երջանկությունը, չէ, երջանկությունը, ուրեմն ընթանալ ճիշտ ճանապարհով, ուղիղ ճանապարհով, չէ։ Այդ ասում է արդեն բանը, այդ ոսկի թագավորության, չէ, բանը։ Եվ գոհ լինել ունեցածով։ Այսինքն պիտի գնաս ուղիղ ճանապարհով քո կյանքի, իսկ այդ ճանապարհը իմ դեպքում ցույց է տալիս իմ մեծ ուսուցիչը Հիսուս Քրիստոսը, չէ, ուղղորդում է իր պատվիրաններով, որ տիար գնա այս ճանապարհով։ Եվ ինձանից մնում է, որտեղ եթե գնում եմ ճիշտ ճանապարհով, չէ, մնում է որ գոհ լինեմ ունեցածով, որպեսզի այդ ապրելը կյանքը, չէ, բանանի, բավարարություն պարգևի։ Այդտեղ այդ արդեն ապրած կյանքը ամենամեծ պարգևը պետքա լինի։ Համաձայն եք։ Շնորհակալ եմ օրվա համար, հա, շնորհակալ եմ որ
ուզում եմ հավատալ ձեզ հետաքրքիր էր ինձ հետ, հիշեք, որ միշտ ինձ հետաքրքիր է ձեզ հետ, հիշեք, որ մենք ընկերներ ենք անբաժան, ոչինչ չի կարող բաժանել մեզ, որովհետև մենք համատեղ ապրում ենք, համատեղ գործում ենք, համատեղ խնդիրներ ենք լուծում, համատեղ փոխում ենք մեր կյանքը, չէ՞։ Դրա համար այդ համատեղ կյանքը դառնում է հետաքրքիր։ Ողջույն բոլոր հարավցիներին, հարավցիներ, Շամիրամ եւ ընկերներ, ողջույն։